Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ։ Այսօր խոսելու եմ մի հարցի մասին, որը առնչվում է մեր ժողովրդի, մեր երեխաների առողջությանը եւ երկրի բնապահպանական ու տնտեսական անվտանգությանը։ Խոսքը գնում է անչափ վտանգավոր մի պեստիցիդի քլորպիրիֆոսի մասին, որը ահռելի ծավալներով կիրառվում է մեր գյուղատնտեսության մեջ, հակառակ այն հանգամանքին, որ գիտականորեն հիմնավորված է տվյալ թունաքիմիկատի վտանգավորությունը մարդու առողջության, շրջակա միջավայրի եւ կենսաբազմազանության համար։ Բազմաթիվ հեղինակավոր հաստատությունների, այդ թվում Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից իրականացված հետազոտությունները փաստում են, որ քլորպիրիֆոսի կիրառումը վտանգավոր է նախ եւ առաջ երեխաների եւ հղի կանանց համար։ Մասնավորապես երեխաների մոտ առաջանում են նյարդային պաթոլոգիաներ։ Անգամ փոքր չափականակով քլորպիրիֆոսի ազդեցությունը անդառնալի վնաս կարող է հասնել երեխայի ուղեղի զարգացմանը եւ էնդոկրին համակարգին։ Պեստիցիդը ծայրահեղ վտանգավոր է նաև հղի կանանց համար, ինչը դրսևորվում է պտղի աճի դանդաղեցմամբ, ուղեղի փորոքի ընդլայնմամբ, սրտի եւ թոքերի պաթոլոգիաներով։ Քլորպիրիֆոսի լայն կիրառումը ունի նաև բնապահպանական ռիսկեր, քանի որ կուտակվելով հողում եւ ջրերում այն վտանգի է ենթարկում կենսաբազմազանությունը, ոչնչացնելով շատ օգտակար միջատների, այդ թվում մահաբեր ազդեցություն ունի մեղուների վրա։ Ավելորդ չէ նշել, որ կան նաև տնտեսական եւ ռեպուտացիոն ռիսկեր։ Հայաստանից արտահանվող պտուղ բանջարեղենի սննդամթերքի մեջ քլորպիրիֆոսի հայտնաբերումը կարող է հանգեցնել շուկաների կորստի կամ նոր շուկաներ մուտք գործելու անհնարինության։ Դեռևս 2-3 տարի առաջ Հայաստանում գրանցված էին քլորպիրիֆոս պարունակող ավելի քան 60 թունաքիմիկատներ։ Վերջին տարիներին կառավարությունը հետևողական պայքար է մղում մեր երկրում անորակ եւ կասկածելի ծագում ունեցող պեստիցիդների շրջանառության դեմ եւ ներկայումս նաեւ այդ պայքարի շնորհիվ թույլատրված պեստիցիդների անվանացանկում մնացել են շուրջ 3 տասնյակ քլորպիրիֆոս պարունակող պեստիցիդներ։ Այդուհանդերձ այսօր եւս վտանգավոր այդ թունաքիմիկատի ներկրման եւ գործածության ծավալները մտահոգիչ են եւ անհրաժեշտ է մեկը միշտ արգելել վտանգավոր այդ նյութի գործածությունը Հայաստանում։ Հարկ եմ համարում նաեւ շեշտել, որ այսօր արդեն քլորպիրիֆոսը արգելված է բազմաթիվ երկրներում։ Մասնավորապես 2020 թվականին Եվրամիությունը իսպառ արգելել է վերջինիս գործածությունը բոլոր անդամ երկրների տարածքում։ Նույն թվականին արգելվել է նաև այն սննդամթերքի ներմուծումը Եվրամիության տարածք, որոնց մեջ կհայտնաբերվեն քլորպիրիֆոսի մնացորդային քանակներ։ Քլորպիրիֆոսը արգելված է նաև ԱՄՆ-ում, Կանադայում, Մեծ Բրիտանիայում, Շվեյցարիայում, Հարավային Կորեայում, Վրաստանում եւ շատ այլ երկրներում։ Լուրջ սահմանափակումներ են գործում անգամ Չինաստանում, որտեղ կիրառությունը արտոնված է միայն բամբակի եւ եգիպտացորենի վրա։ Ամփոփելով խոսքս նշեմ, որ հանձնառություն եմ ստանձնում քննարկումներ նախաձեռնել կառավարության մեր գործընկերների եւ պատկան մարմինների հետ, օր առաջ վտանգավոր այս թունաքիմիկատի շրջանառությունը Հայաստանի Հանրապետությունում արգելելու վերաբերյալ։ Շնորհակալություն։